Հիսուսը նրանց ասաց. Ես եմ կյանքի հացը, դեպի ինձ եկողը չի քաղցի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի։ Մարդու սիրտը մշտապես որոնման մեջ է, մենք քաղց ենք զգում, ոչ միայն ֆիզիկապես, հաց և կերակուր փնտրելով, այլ առանց Աստծո մեր հոգին մնայուն քաղցած է այս կյանքի իմաստի, խաղաղության, սիրո և հավիտենական կյանքի համար։ Մենք ծարավ ենք ընդունված լինելու, լցված լինելու, ամբողջական լինելու։ Եվ հենց այս իրականության մեջ Հիսուսը հռչակում է. Ես եմ կյանքի հացը։ Նա չի ասում ես կտամ հաց, նա ասում է ես եմ կյանքիդ և կենսունակությանդ համար միակ աղբյուրը, միայն ինձ հետ և միայն իմ միջոցով կարող ես կյանքիդ իմաստը, նշանակությունը վերագտնել, դադարել փնտրտուքներդ, անհաջող փորձերդ։ Ոչինչ այս աշխարհում չի կարող լցնել այն բացը, որ միայն Աստված կարող է տալ։ Այս խոսքերը հնչում են այն բանից հետո, երբ մարդիկ տեսել էին հացի բազմացման նշանը և կշտացել, նրանք ուզում էին նորից ուտել, բայց Հիսուսը նրանց հայացքը բարձրացնում է տեսանելիից դեպի հավիտենականը։ Նա ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաշատ հացը չի կարող հագեցնել այն քաղցը, որը միայն Աստված կարող է լցնել։ Դեպի ինձ եկողը չի քաղցի։ Սա խոստում է ոչ թե առանց դժվարությունների կյանք, այլ լցված կյանք։ Քրիստոսին մոտեցողը գտնում է այն, ինչը աշխարհը երբեք չի կարող տալ։ Ինձ հավատացողը երբեք չի ծարավի։ Այս հավատը պարզապես մտավոր համաձայնություն չէ, այլ վստահություն, կյանքդ հանձնել Աստծուն և ապավինել միմիայն Նրան։ Երբ հոգին սնվում է Քրիստոսով, այն այլևս պակասություն չի զգում։ Այս սպասման մեջ եկեք ինքներս մեզ հարցնենք. որ հացն ենք մենք փնտրում, ժամանակավորը, որ կրկին քաղց է առաջացնում, թե կյանքի հացը, որ բերում է հավիտենական լիություն։ Քրիստոսն այսօր էլ նույնն է ասում. եկ ինձ մոտ, սնվիր ինձանով, և դու կգտնես կյանք և էլ ավելի։ Տեր Հիսուս, սնուցիր իմ հոգին քեզանով, օգնիր ինձ ապրել քո տված լիությամբ։